Եբրայեցիներին 9-րդ գլուխ։ Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը, այս մասը կոչվում է սրբություն, և երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր սրբություն սրբոց, որտեղ դրվում էին ոսկեբուռ վառը և ներսից ու դրսից ոսկով պատած ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։ Այս ամենն այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու, իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի քավության համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։ Դա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ մատուցում էին ընծաներ և զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խիղճը, այլ դրանք կապված էին միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։ Իսկ Քրիստոսը, որ եկավ որպես գալիք բարիքների քահանայապետ, անցնելով մեծ կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածների կողմից շինված, ոչ էլ նոխազների և զոհարակների արյունով, այլ մեկ անգամ իր իսկ արյամբ մտավ սրբարան, հավիտենական փրկություն ապահովելով։ Որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչափ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։ Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Որովհետև ուր որ կտակ կա, կտակարարի մահը պետք է հաստատվի, քանի որ կտակը հետմահու է ուժի մեջ, ապա թե ոչ այն ինչպես ուժի մեջ կմտնի, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր նվիրագործվի։ Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է արյունը ուխտի, որն Աստված ձեզ պատվիրեց»։ Ապա արյունը ցանեց խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա նույնպես, և գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում ըստ օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում։ Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով, քանզի Քրիստոսը ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ բուն երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ։ Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ սրբություն սրբոց էր մտնում ամեն տարի ուրիշի արյունով, այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ դարերի վախճանին նա մեկ անգամ հայտնվեց իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։ Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև դատաստան, նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց շատերի մեղքերը վերացնելու համար, իսկ երկրորդ անգամ առանց մեղքի պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն հավատով փրկվելու համար։